Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է առաջնորդության խաչմերուկներում խորագիրը գրող քննարկմանը։ Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության հաստատմանը, Թուրքիայի հետ հարաբերություններին, տարածաշրջանային իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին, նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանը նաեւ պատասխանել է հարցին, թե ինչու հենց հիմա հաջողվեց հասնել խաղաղության։ Իրականում բոլոր խաղացողները կշահեն այս նախագծից, տեսեք, խաղաղության հռչակագրի համաձայն, որը ընդունվեց Վաշինգտոնում, Ադրբեջանի հետ մեր հաղորդակցության ուղիների բացման արդյունքում եւ հույս ունենք, որ այդ շրջանակում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանների բացումը, ինչ կունենանք ի վերջո, կունենանք բաց հաղորդակցության ուղիներ Պարսից ծոցի, Օմանի ծոցի եւ Սև ծովի միջև, կունենանք նոր կապակցվածություն Կասպից ծովի եւ Միջերկրական ծովի միջև, կունենանք նոր հնարավորություններ Հայաստանը կունենա երկաթուղային կապ Իրանի հետ, Հայաստանը կունենա երկաթուղային կապ Ռուսաստանի հետ եւ Կենտրոնական Ասիայի հետ։ Վերջերս գիտեք ինչ տեղի ունեցավ։ Ադրբեջանը հայտարարեց, որ իրենք հանում են բոլոր սահմանափակումները իրենց տարածքով դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումների նկատմամբ։ Եվ սա շատ կարևոր հայտարարություն է։ Եվ ես դա բարձր եմ գնահատում, քանի որ դա իրոք պատմական նշանակության որոշում է կայացված Ադրբեջանի կողմից եւ մենք դա գնահատում ենք եւ մենք էլ պատրաստ ենք բացել մեր հաղորդակցության ուղիները Ադրբեջանի համար եւ ես վերջերս հայտարարեցի, որ մենք պատրաստ ենք երթուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան ընթացող բեռնատարների եւ Ադրբեջանից Թուրքիա ընթացող բեռնատարների համար։ Ես հասկացա, որ միգուցե կարող են լինել ուժեր, որոնք շահագրգռված չեն լինի մեր տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմամբ, բայց իրականում այս նախագիծը շահեկան է բոլոր խաղացողների համար, կարծում եմ։ Եվ ես անկեղծ կլինեմ ձեզ հետ, քանի որ մենք երբեք այս նրբությունը Ադրբեջանի հետ չենք քննարկել եւ համոզված չեմ, թե արդյոք իրենք կհամաձայնեն այս գնահատականին, որոշ ժամանակ հետո ես կարծում եմ վերլուծելով համաշխարհային իրավիճակը, տարածաշրջանի իրավիճակը, միգուցե մենք եւ Ադրբեջանը հասկացանք, որ կարող են լինել որոշ ընդհանուր շահեր։ Մասնավորապես, մենք միգուցե հասկացանք, որ վերլուծելով պատմությունը մենք կարողանում ենք տեսնել, որ Հարավային Կովկասի երկրների ճակատագրերը փոխկապակցված են եւ գիտեք, միգուցե հիմա մեզ դա ավելի տեսանելի է։ Տասնամյակների թշնամանքից հետո միգուցե մենք սկսել ենք հասկանալ, որ կարող է ընդհանուր հայտարար լինել ընդհանուր շահերի համար, մասնավորապես մեր անկախությունը, ինքնիշխանությունը, մեր պետականությունները ամրապնդելու համար, հաշվի առնելով, որ պատմությունը ցույց է տվել, որ մենք շահում ենք։ Իմիջիայլոց 20-րդ դարի սկզբին մենք անկախություն շահեցինք միասին 3 օրերի ընթացքում 1918 թվականին ձեռք բերեցինք անկախություն եւ դրանից հետո
մի քանի տարի հետո մեր անկախությունը միաժամանակ կորցրեցինք Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը մի քանի ամսվա ընթացքում 1991 թվականին մենք անկախություն ձեռք բերեցինք միաժամանակ, միասին եւ միգուցե որոշ ժամանակ անց մենք հասկացանք, որ միգուցե կարող է լինել ընդհանուր վտանգ մեր անկախությունների համար եւ մենք որոշեցինք կենտրոնանալ մեր պետականությունների վրա զարգանալու մեր պետականությունները, մեր անկախությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու օրակարգի վրա։ Իմ կարծիքով դա շատ կարևոր գործոն է։ Թեպետ ես համոզված չեմ, որ գնահատականը նույնը կլինի Ադրբեջանի պարագայում, Ադրբեջանի կողմից։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակվել TRIP նախագծի տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է իրականացվող աշխատանքների ընթացքին։ Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն գործակցության հետագա զարգացման առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են գործընկերության նոր օրակարգով հարաբերությունների հետևողական ընդլայնումը։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի, կառավարությունն ընդունել է որոշումը։ 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատվում է 6 ամսով, դառնալով 18-ամսյա։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում, սկսած 2027 թվականի երկրորդ կիսամյակից, քանի որ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում 2026-ի հունվարից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027-ի հուլիսին։ Կառավարությունից ստացվող աջակցության գումարների գծով շահութահարկի պարտավորություն չի առաջանալու, ֆինանսների նախարարն է ներկայացրել նախագիծը։ Փոխվարչապետը հարց է ուղղել այդ դեպքում ինչ է լինելու արդեն վճարված գումարների հետ, արդյոք մարդիկ հետ են ստանալու։ Խնդիրը այն է, որ ներկայումս այս աջակցության գումարները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում ամբողջությամբ, ինչը շահութահարկի գծով հարկային պարտավորություններ է առաջացնում։ Կարծում ենք, որ այս մոտեցումը արդարացված չէ, հատկապես գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողների համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացող եկամուտները ազատված են շահութահարկով հարկումից։ Մասնավորապես պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից ներգրաված վարկերի գումարները եւ դրանց գծով հաշվարկվող տոկոսագումարները պետության կողմից սուբսիդավորվելու դեպքում սուբսիդավորվող գումարները հանդիսանում են եկամուտ եւ հաճախ շահութահարկի գծով հարկային պարտավորություններ են առաջացնում։ Պարոն նախարար, բայց 24-ի շահութահարկը 25-ին չեն վճարել, ուզում ասեմ ինքը ռետրոսպեկտիվ կաշխատի է կարգավորումը։ Հիմա մարդիկ վճարել են, չէ՞, շահութահարկը, հետ են բերելու։ Մենք կաշխատենք պետք գործընկերների հետ հասկանալու համար, երևի այո։ Այսինքն ինչքան որ վճարել են 25 թվականին, հետագայում այդքանով կարող են նվազեցնեն բազան։ Այս պահին տեխնիկան չեմ կարող ասել, հետո կճշգրտենք կասենք։ Կոնկրետ օրինակի վրա մի հատ բացատրենք հանրությանը, ինչի մասին է խոսքը։ Այսինքն եթե տնտեսավարող կառուցել է ջերմատուն, ջերմոց, մենք էլ համաֆինանսավորել ենք, այդ համաֆինանսավորման չափով ինքը հաջորդ տարի շահութահարկ պիտի վճարի։ Հիմա կարգավորումը փոխում ենք, ինքը այդ ծավալը ամորտիզացնում է իր սարքավորումների ամորտիզացման սցենարով եւ հիմնական միջոցների։ Սա չէ տրամաբանությունը։ Հենց այդպես է, պարոն Գրիգորյան, հիմա մենք քեշբեքի ծրագիր ունենք, որով ներդրումների ծավալի որոշ մասը միանգամից վերադարձնում ենք տնտեսվարողին։ Եվ այդ միանգամից վերադարձնելու պայմաններում միանգամից դա եկամուտ է ճանաչվում։ Մինչդեռ մենք վերադարձնում ենք այն գումարները, որոնք ներդրված են կապիտալ միջոցների մեջ եւ պետք է ամորտիզացվեն դիցուք 10 տարում։ Իշխող խմբակցության քարտուղարն է հարց բարձրացրել, արդյոք քաղաքացիները հաշտ են այն մտքի հետ, որ վեհափարը զավակ ունի։ Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ հարցը դեռ չի ստացել պատասխան։ Այսօրվա մամուլն եմ թերթում ու տարբեր վերնագրեր եմ կարդում։
իշխանությունը արշավները իրականացնում եկեղեցու դեմ, ուրեմն հողանավանքի պատարակը ֆեյք էր, կոմպրոմատներ են հավաքում հոգևորականների դեմ եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ես ուզում եմ մի կողմ թողնենք բոլոր վերնագրերը, քննարկումները եւ վերադառնանք մեկ հիմնական հարցին։ Կտրիչ Ներսիսյանը, վեհապարտերը զավակ ունի եւ խախտել է կուսակցության ուխտը։ Եվ սա է եղել ամենաառաջին հիմնական հարցը, որը մինչև հիմա որևէ մեկը չի պատասխանել եւ մայրացողն էլ չի հերքել։ Եվ հետեւաբար այս հարցն է հիմնական հարցը, որը հնչում է եւ չունի մինչև հիմա պատասխան։ Եվ հատկապես հետաքրքրական է բոլոր այն մարդկանց կարծիքը, ովքեր պաշտպանում են Կտրիչ Ներսիսյանին։ Սիրելի քաղաքացիներ, հատկապես ընդդիմադիր կամ հակադիր հայացքներ ունեցող քաղաքացիներ, դուք հաշտեք այն մտքի հետ, որ ուրեմն վեհապարտերը կարող է լինել մի մարդ, ով խախտել է կուսակցության ուխտը եւ զավակ ունի։ Սա է հիմնական հարցը։ Եվ խնդրում եմ այս հարցին ուղիղ պատասխանեք, որովհետեւ մնացած բոլոր հարցերը երկրորդական են, ադյանցիալ են, մեծ հաշվով մանիպուլատիվ են եւ չեն բխում իրականությունից։ Դուք հաշտեք, որ վեհապարտերը լինի մի մարդ, ով խախտել է կուսակցության ուխտը։ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ երբեք չեն լինելու, բայց Հայաստանում կա օրենքի գերակայություն եւ օրենքի գերիշխանություն։ Լրագրողների հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է ասել։ Արսեն Թորոսյանն ասել է, որ եթե խոսքը հանցագործության համար մեղադրվող ընդդիմադիրների բանտարկության կալանավորման կամ դատապարտման մասին է, բազմաթիվ են դեպքերը, որոնք վերաբերում են գործող պաշտոնյաներին, որոնք եւ բանտարկվել են, եւ կալանավորվել, եւ դատապարտվել, եւ արդեն ազատվել։ Ընտրողական արդարադատությանը վաղուց Հայաստանում վերջ է տրվել, ասել է Թորոսյանը։ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ երբեք չեն լինելու, բայց Հայաստանում կա օրենքի գերակայություն եւ օրենքի գերիշխանություն եւ այդպես է լինելու, որտեղ նաեւ ժողովրդավարական երկրների ամենակարևորագույն կոմպոնենտներից մեկը հենց օրենքի գերակայությունն է, որ օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն, անկախ իրենց քաղաքական հայացքներից, եւ եթե խոսքը գնում է օրինակ որոշ հանցագործության մեջ մեղադրվող ընդդիմադիրների բանտարկության, կալանավորման կամ դատապարտման մասին, բազմաթիվ են նաև դեպքերը, որոնք վերաբերում են նաև գործող պաշտոնյաների, որոնք եւ մեղադրվել են, եւ կալանավորվել են, եւ դատապարտվել են, եւ արդեն ազատվել են այդ ամենից հետո։ Նախ ոչ մի հայտարարության համար ոչ մեկի չեն կալանավորում, կան քրեական հոդվածներ, դրանց համար ես չեմ կարող գնահատական տալ դրանց համար կան քննչական, թույլ տվեք մինչև վերջ պատասխանել ձեր հարցին, քննչական, դատախազական եւ դատական մարմիններ, իսկ մեր գործընկեր տարբեր երկրների падգամավորներին, այդ թվում Եվրոպայի խորհրդարանների падգամավորներին իրանց իրավունքն է արտահայտել իրանց կարծիքը, բայց մեր երկիրը ունի իր ինստիտուտները եւ օրենքները, եթե ուզում ես այդ ինստիտուտների վրա ազդեցություն ունենալ, չգիտեմ, օրենքներ փոխել, պետք է Հայաստանի Հանրապետության падգամավոր լինես, որպեսզի դա անես։ Իսկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի եւ մյուս մասնակիցների գործով դատական նիստը։ Նախորդ նիստը հետաձգվել էր։ Փաստաբանները պահանջել էին, որ այն ժամանակ կալանքի տակ գտնվող Ալեքսանդր Կոչուբաևը ներկա լինի նիստերին, պաշտպանելով իր վստահորդի շահերը։ Դատարանը հայտարարել էր, որ Արմեն Ալեքսանյանի շահերը պաշտպանելու համար հանրային պաշտպան կդրամադրվի։ Հիշեցնեմ, Ալեքսանդր Կոչուբաևը ազատ է արձակվել կալանքից։ Կոնկրետ տեքստով հրապարակային հայտարարություն է տեղի ունեցել։ Անկախ այս դատական նիստից հրապարակային հայտարարություն է տեղի ունեցել մամուլի միջոցներով, փաստացի հրապարակային հայտարարություն է տեղի ունեցել այս դատարանում, ինչպես մեկ նիստ առաջ իմ պաշտպանի կողմից եւ այսօր էլ մյուս պաշտպանի կողմից։ Առայն որ այս գործում առնվազն գոյություն ունի նենգա փոխում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հայտարարություն է գալիս, որ կարգալույց է հռչակվել հոգևորականը նշում է, որ ինքը կարգալույց չի եւ իշխանական կողմն էլ եւ ինչ որ աջակիցներ ասում են, որ կարգալույց եղած հոգևորականը չի կարող կարգալույց հռչակել, հա, ինչ որ օծել կարող է փաստացի, բայց կարգալույց հռչակել չի կարող։ Քանի անգամ նկատեցի իրենց խոսքերում մարդիկ էլ նույնիսկ, ասում անգիր արած բաներ են ասում, հա։ Օծումը որևէ մեկը չի կարա հանի կամ վերացնել։ Ցանկացած քրիստոնյա
մարդ մկրտությամբ որ դառնում է քրիստոնյա, այդ օծումը իր վրայից չի վերանում, երբ որ ինքը մեղքեր է գործում։ Մկրտությունը ինքը ստացել է։ Հոգևորականի պարագային, օծյալ հոգևորականի պարագային, օծությունը չի վերանում, ոնց որ իրանք պնդում են, ասում են։ Բայց զորությունը, որ տրվել է իրեն, իշխանությունը, որ տրվել է իրեն, այդ օծության միջոցով եւ Սուրբ Հոգու շնորհ որ տրվել է, դա է վերցվում։ 3-ամյա փոքրիկի որոնումներից նորություն չկա, կառավարության նիստից հետո Գեղարքունիքի մարզպետն է ասել, աշխատանքները նույն տեմպով տարբեր ուղղություններով շարունակվում են։ Կարեն Սարգսյանը որևէ վարկած չի բացառել, ասել է, որ բոլոր վարկածներով ուսումնասիրություն է իրականացվում։ Հաշվի առնելով հանգամանքը, որ ընտանիքը սոցիալապես անապահով է եւ օգտվում է աջակցության տարբեր ծրագրերից, նախատեսվում են առաջիկայում ընդգրկել այն ծրագրերում, որպեսզի ֆինանսական աջակցությունն ավելի մեծ լինի։ Չբացառելով ոչ մի վարկած, այդպիսի որոնողական աշխատանքներ է իրականացվում, այսինքն բոլոր վարկածները քննարկվում են, բոլոր վարկածներով ուսումնասիրություն է իրականացվում։ Ոչ մի հետք չկա, պարոն Սարգսյան։ Ոչ, որևէ հետք չկա։ Այո, մենք առաջիկայում իրենց որոշակի ֆինանսական օգնություն կցուցաբերենք, մինչև այս պահը մարզպետարան իրանք չեն դիմել, որևէ աջակցություն մեր կողմից չեն ստացել, բայց համայնքապետարանի կողմից աջակցություն ստացել են։ Լուրերը ինչ շրջանառում, որ մարզպետը ասել է, որ մարզպետարանը աջակցությունը ցուցաբերել, բայց դա իրականություն չի, ես այդպես չեմ ասել եմ, որ տեղյակ եմ, որ համայնքապետարանը աջակցություն ցուցաբերել է, բայց մարզպետի աշխատակազմը թե աջակցություն ցուցաբերել է, թե ոչ, այդ պահին չեմ ունեցել տվյալներ, հետագայում ուսումնասիրել ենք, որ մեր կողմից որևէ աջակցություն չի տրվել այդ ընտանիքին, հաշվի առնելով, որ իրենք որևէ դիմումով, այո, մեզ չեն դիմել։ Իսկ ինչ կներեք ֆինանսական աջակցություն ինչի համար, գումարի տեսքով գումար եք տալու իրենց։ Մենք կարող ենք նաև, այո, գումար տրամադրել, որոշակի գումար տրամադրել վառելիքի ձեռքբերման, տնային պայմանների կամ հագուստի ձեռքբերման նմանատիպ աջակցություն ենք։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Հարավային Կորեայի Բուսան քաղաքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի բանակցությունները։ Հանդիպումը տևել է 1.5 ժամից ավելի։ Թրամփն ասել է, որ Սիի հետ բանակցություններում համաձայնության են եկել բազմաթիվ հարցերի շուրջ։ Նա կարծում է, որ Չինաստանի հետ առևտրային գործարքը շուտով կստորագրվի, քանի որ երկու կողմերը շատ խոչընդոտներ չունեն։ Նա նաև հայտարարել է, որ կիսով չափ կրճատել է չինական ապրանքների մաքսատուրքերը 20%-ից հասցնելով մինչև 10%-ի։ Թրամփը հայտնել է, որ Բուսանում հանդիպման ժամանակ լուծվել է Չինաստանի հազվագյուտ մետաղների մատակարարման հետ կապված խնդիրները։ Հանդիպման ընթացքում զգալի ժամանակ է հատկացվել ուկրաինական ճգնաժամի քննարկմանը։ Չինաստանի ղեկավարն էլ հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ միջազգային հակամարտությունների լուծման եւ համաշխարհային խաղաղության պահպանման հարցում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գույաշը։ Հանդիպումից հետո Սպիտակ տանը երկու առաջնորդները կպատասխանեն լրագրողների հարցերին։ Գույաշը հայտնել է, որ Օրբանի այցի նպատակը Հունգարիայի տնտեսության համար հաջող համաձայնությունների հասնելն է։ Նա ընդգծել է, որ որոշումներ կկայացվեն նաև էներգետիկ, ռազմաարդյունաբերական, տնտեսական եւ ֆինանսական համաձայնագրերի վերաբերյալ։ Հանդիպմանը Օրբանն ու Թրամփը կքննարկեն նաև ԱՄՆ, Ռուսաստան հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հարավային Կորեայի իշխանությունների հետ Սեուլի կողմից ամերիկյան տնտեսության մեջ բազմամիլիարդ ներդրումների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։ Դրանք կիրականացվեն ԱՄՆ-ի ներմուծման մաքսատուրքերի իջեցման դիմաց։ Հարավային Կորեան համաձայնել է ԱՄՆ-ին $350 միլիարդ վճարել մաքսատուրքերն իջեցնելու դիմաց, որոնք իրենցից գանձվում են ԱՄՆ-ում։ Բացի այդ, նրանք համաձայնել են մեծ ծավալներով նավթ եւ գազ գնել մեզնից, իսկ հարուստ հարավկորեական ընկերությունների եւ գործարանների կողմից մեր երկրում կատարված ներդրումները կգերազանցեն $600 միլիարդ, գրել է Թրամփը սոցիալական ցանցում։ Թրամփը նաեւ հայտնել է, որ թույլ է տվել Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի համար ատոմային սուզանավի կառուցում ամերիկյան նավաշինարանում։
Վիետնամը եւ Միացյալ Թագավորությունն իրենց հարաբերությունները բարձրացրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին ասվում է Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տոլամի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի միջև Լոնդոնում կայացած բանակցություններից արդյունքներով տարածած համատեղ հայտարարությունում։ Ինչպես փոխանցում են վիետնամական լրատվական գործակալությունները, Վիետնամը եւ Միացյալ Թագավորությունը վերահաստատել են պատրաստակամությունը ամրապնդելու քաղաքական վստահությունը, ինչպես նաեւ ընդլայնելու տնտեսական համագործակցությունը։ Կողմերը պարտավորվել են համագործակցել փոխշահավետ հիմքի վրա առևտուրն ու ներդրումները խթանելու եւ զարգացնելու նպատակով։ Նրանք նաեւ ողջունել են պաշտպանության ոլորտում գործող փոխըմբռնման հուշագրի շրջանակներում համագործակցությունը։ Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը չեն հեռանա Էստոնիայից։ Սա դրական որոշում է Էստոնիայի համար։ Միացյալ Նահանգները մեզ տեղեկացրել է, որ մեր համագործակցությունը կշարունակվի այնպես, ինչպես այսօր։ Ես նաև նրանց ազդանշան եմ ուղարկել, որ մենք պատրաստ ենք ակտիվացնել համագործակցությունը, ասել է Պևկուրը։ Մեկնաբանելով հոկտեմբերի 29-ին ՆԱՏՕ-ի երկրների ԱՄՆ-ից ստացված հաղորդագրությունը այն մասին, որ ամերիկյան կողմը ծրագրում է կրճատել զորքերի թվաքանակը Եվրոպայի արևելյան թևում, Պևկուրն ասել է, որ Միացյալ Նահանգները հասկանում է Էստոնիայում զորքեր պահելու անհրաժեշտությունը։ Պաշտպանության նախարարը նշել է, որ Էստոնիան ապահովելու է ամերիկյան զորքերին վարժանքների համար անհրաժեշտ պայմաններով։ Միացյալ Նահանգների զինված ուժերը ոչնչացրել են հերթական նավակը, որը ենթադրաբար օգտագործվել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի փոխադրման համար։ Այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը։ Նա տեղեկացրել է, որ հարվածը, որն ամերիկյան հետախուզության տվյալներով օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար, հասցվել է Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում։ Ոչնչացվել է անձնակազմի 4 անդամ։ Ինչպես օգոստոսին հաղորդել էր The New York Times-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի ստորագրել է հրահանգ լատինամերիկյան թմրակարտելների դեմ ռազմական ուժի կիրառման մասին։ Դրանից հետո Կարիբյան ծովի շրջան են տեղափոխվել ԱՄՆ-ի զինված ուժերի զգալի լրացուցիչ ստորաբաժանումներ։ Վաշինգտոնը սկսել է օդից հարվածներ հասցնել այն նավերին, որոնք ԱՄՆ կառավարության տվյալներով թմրանյութեր են տեղափոխել Կարիբյան ծովում եւ Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում։ Մելիսա փոթորիկը շարունակում է մոլեգնել Կարիբյան ավազանում։ Հայթիում դրա հետևանքով առաջացած հեղեղումներից 25 մարդ զոհվել է, եւս 10-ը անհետ կորած են համարվում։ Փոթորիկը բազմաթիվ ավերածություններ է առաջացրել Ջամայկայում եւ Կուբայում։ Տուժած կղզիներում տասնյակ հազարավոր մարդիկ գտնվում են ապաստարաններում, մասնավորապես Կուբայում հոկտեմբերի 25-ին ապաստարաններում է մնացել 735,000 մարդ։ Հաղորդվել է բազմաթիվ ավերածությունների մասին։ Ջամայկայում հոկտեմբերի 29-ին ավելի քան 25,000 մարդ մնացել է ապաստարաններում։ Երկրի կրթության նախարարն ասել է, որ կղզու շուրջ 77%-ը հոսանքազրկված է, սակայն իրական վնասը դժվար է գնահատել մի քանի շրջանների հետ կապի լիակատար բացակայության պատճառով։ ԱՄՆ-ն փրկարարական խմբեր է ուղարկում փոթորիկից տուժած երկրներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ կառավարությունը համակարգում է գործողությունները Ջամայկայի, Հայթիի, Դոմինիկյան Հանրապետության եւ Բահամյան կղզիների ղեկավարության հետ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք Մասիսային թափ ավտոճանապարհին այրվել է Զիլմակնիշի բեռնատար, դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ ՀրԴՀ մեկուսացվել է ժամը 3:56-ին, մարվել 4:10-ին։ Այրվել է բեռնատարի խցիկի եւ շարժիչի հատվածը։ Իսկ Լեռնապատ գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը բախվել է մեքենային կանտուժածներ։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ երկաթգծի անցումի վրա բեռնատար գնացքը բախվել է Volkswagen Magnishi մեքենային։ Փրկարանները հոսանքազրկել են մեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին եւ ուղևորին դուրս բերել մեքենայից։ Տուժածները հոսպիտալացվել են։ Վաղաշաբաթում կատարված գողությունը բացահայտվել է տուն գնելու պատրվակով, այցելած անձինք կալանավորվել են։ Ավելին տեսանյութում։
Տնից կատարված գողության վերաբերյալ ահազանգը ստացվեց հոկտեմբերի 5-ի ցերեկը։ Մեկնեցին Արմավիրի մարզի քրեական եւ Վաղաշապատի համայնքային ոստիկանները։ Վաղաշապատի բնակիչը հայտնեց, որ տունը վաճառում են եւ այդ օրն էլ իբրև գնորդ իրենց այցելել են 2 տղամարդ եւ 1 կին, շրջել տարածքում ու հեռացել։ Դրանից հետո միայն տանտերերը նկատել են, որ միջանցքում դրված պայուսակից բացակայում է դրամապանակը, իսկ ննջարանի պահարանից ոսկյա 4 զարդ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ եւ իրավապահներն անցան գործի։ Համատեղ միջոցառումների ընթացքում ստացվեց հավաստի տեղեկություն, որ որպես գնորդ ներկայացած անձինք Երևանից են։ Տղամարդիկ 46 եւ 31, կինը 30 տարեկան։ Հոկտեմբերի 10-ին դատարանի որոշմամբ կալանավորվել է 46-ամյա երևանցին։ Հոկտեմբերի 15-ին կալանավորվել է նաեւ 31-ամյա տղամարդը եւ երկուսն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ 30-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Հանցանքի մեխանիզմը ներկայացնել ինքնանպատակ չէ, այսպես փորձում ենք նաև տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ նման վիճակում հայտնվելիս լինեն առավել զգոն։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ եղանակ վաղը տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-ից 5 նիշ, իսկ նոյեմբերի 1-ից 2 աստիճանաբար կբարձրանա 2-ից 3 նիշ։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անցվել լուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։